Երեխաները դեռևս գտնվում են ձերբակալվածների պահման վայրում, մեղադրանք ներկայացված չի, այս պահին ունեն ձերբակալվածի կարգավիճակ։ Իսկ հնարավոր է, որ մեղադրանք այդպես էլ չառաջադրվի։ Երեկվանից իրանց գործողությունների լույսի ներքո, այս ապօրինությունների շարանի լույսի ներքո նման կանխատեսում չունեմ։ Նկատել եք եւ հետեւել եք երեխաների բերման ենթարկելու գործընթացին, եթե հետեւել եք նաեւ հրապարակումներին, որ երեխաները դպրոցական երեխաներ են 18-ամյա եւ ունեն առողջական լուրջ խնդիրներ, 12-րդ դասարան են, այո։ Ու այդ պայմաններում երեխաները այս պահին գտնվում են ձերբակալվածի կարգավիճակում, կարծում եմ պատկերացնում եք։ Իսկ ինչ խնդիրների մասին է խոսքը։ Ես այս պահին հիվանդությունները չհրապարակեմ, լավ հա բժշկական փաստաթղթերը կան, որոնք արդեն վարույթն իրականացնող մարմնի մի քանի րոպեից նաև կլինեն ձեռքի տակ։ Ուղղակի ես կխնդրեմ լրատվական միջոցներին, հաշվի առնելով, որ այստեղ մենք գործ ունենք երեխաների հետ, 18-ամյա, տեսնեք նոր կյանք մտնող, իսկ այս երեխեքը եզակի առաջադիմությամբ երեխաների մասին ենք խոսում։ Եթե դուք հիմա տեսնեք իրանց պատվոգրերն ու գովասանագրերը, դիպլոմները, ուղղակի չեք պատկերացնում ինչ կարգի երեխեքի մասին եմ էլի ես խոսում։ Ձեռքից տակ են, այո։ Քանի որ, չգիտեմ, դա իշխանական մամուլն է անում, թե ովքեր են, ասում են հրապարակումներ կան, որ երեխաները ինչ որ կուսակցության քաղաքական ուժերի կողմից են այդ օրը եկեղեցում եղել, չգիտեմ, նրանց կողմից է ուղղորդվել։ Ես ուզում եմ պաշտոնապես ասում եմ, հայտարարում եմ, խնդրում եմ ձեր աջակցությունը այդ մասով։ Այս երեխաները որևէ կուսակցության անդամ չեն, որևէ քաղաքական ուժի, չգիտեմ, հետևորդ չեն։ Ուղղակի հավատացյալ երեխաներ են, ովքեր ամեն օր մասնակցել են, ամեն կիրակի մասնակցել են պատարագի։ Այդ օրը ծաղկազարդի արարողակարգին։ Հավատացյալ քրիստոնյա երեխաներ են, ամեն կիրակի պատարագի մասնակցող երեխաներ են։ Աղոթագիրքը եթե տեսել եք ձեռքներին, չեք պատկերացնի եզակի երեխա են, այսքան ես 20 տարի այս աշխատում, ես երեք դուրս եմ եկել ԶՊՎ-ից, այն որ մի քիչ զայրացած ես լինում, կռիվ ես տալիս, բայց այն հուզական վիճակս էլ չեմ կարողանում թաքցնեմ, որտեղ ես չգիտեմ այս ինչ երեխա են։ Դաստիարակության ամենագագաթնակետը։ Ես նայում եմ առավոտյան ինձ հրապարակումներ են ուղարկում, որ այս երեխեքի նկատմամբ մի հատ ատելության, բռնության այնց կոչեր է հրապարակային գնում։ Այս երկրում մարդու իրավունքների պաշտպանը քնած է ինչ որ միտեղ, ՍՊ-ա։ Ինչ որ մեկի ՍՊ-ն է ինքը։